ասեք, հա։ Տիկին Անահիտ, դուք վերջին անգամ երբ է ձեր կապը եղել, հա, կհիշեք այդ օրը։ Վերջին անգամ ես որդուս հետ կապը ունեցել եմ մարտի 30-ին, վերջի խոսակցությունս է եղել։ Նա սպասում էր, որ ես պետք է գնա իր մոտ, ուղղակի այնպես ստացվեց, որ չկարողացա գնամ։ Ոնց որ ասած ինքը իմ ճամփին էր սպասում։ Երբ որ մարտի 30-ին հետո խոսեցի, ասես ման ճամփ բարձրանամ երկեր, սպասեց իմ զանգին, մինչև ես քեզ զանգահարեմ, բայց եղավ արդեն ապրիլի 1-ը, երկուսը զանգավոր չստացա, արդեն անհանգստացա իրենից։ Ու ամսի 1-ին հարևանոց տունս սուրճ էի խմում։ Մի մոմենտ տեսա, որ պատի վրա ժամացույցը կանգնեց։ Ու դրանից հետո 1-ի գիշերը մինչև 2-ի լույս առավոտը, գիշերվա ժամը 3-ից ես տարբեր երազներ եմ տեսել, վեր եմ թռել, ցավ եմ զգացել սրտի, որդուս ձայնն եմ լսել, միանգամից վեր եմ թռել, օգնության կանչել ինքը կանչում։ Ու հետո տենց նողնակների ձայն եմ լսել անընդհատ, մինչև լուսաբաց ժամը 6-ին։ 6-ից հետո կողքի սենյակից որդուս ձայնը լսեցի, որ իմ հարևանու հետ էր խոսում, որ ինքը գտնվում էր Ղարաբաղում։ Այն լսեցի, որ տղաս ասեց, խնդրում եմ մամա ինչ ասես, այդ բառը լսեցի, ես անմիջապես վազեցի որդուս մոտ, ասի ինչ ա եղել, բա ասեց մեր հարևանին ա զանգել, ասեց, որ կռիվա երեխաները չկան, շտապ հասի Ղարաբաղ։ Ճիշտ ասած այդ օրը չկարողացա ոչ մի կերպ հասնել, հաջորդ օրը կամավորների հետ որոշեցի, որ գնալ, ճանապարհի կեսը հասել եմ, այնտեղից Մավել Գրիգորյանն ենք, երևի գիտեն որդուս մասին, ինձ հետ դարձրեցին, բայց մյուսները գնացին։ Ու դրանից հետո իմ մեջ կասկածներ եղավ, որ որդուս հետ մի բան չի։ Ինչ էր պատմում ծառայության մասին ձեր վերել։ Ժամկետային զինծառայող։ Այո, ինքը ժամկետային զինծառայող էր, ինքը անդադ լավն էր պատմում, ու միշտ ասում էր մամա ջան, ես պետք է մի 3 հատ թուրք խփեմ, նոր վերադառնամ, ինքը դիպուկահար էր։ Երբեք չի դժգոհել, երբեք։ Հետո ծառայակիցների հետ զրուցել եք, պատմել են, արդյոք հաջողեց իր ցանկությունը կատարել։ Այո, ծառայակիցների հետ խոսել եմ, ասել են, որ խփել են, ես հետո Ղարաբաղ եմ գնացել, իրեն որոշ իրեր եմ բերել, ու 3 հատ բան էի բերել պատրոն, որը որ չէր խփել 3 հատը մնացել էր, ես դա հետս բերեցի։ Սա պատմում է, որ ինքը շատ մեծ սխրանք ա կատարել, չի վախեցել երբեք, առաջ գնացել, ու անգամ վիրավոր ժամանակ։ Այսօր ապրում ենք որտեղ Արցախն այլևս մերը չէ, եւ որվա իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Ձեր դիրքորոշումը։ Չգիտեմ, մեր երեխաները պայքարեցին, պահեցին, թե հիմա ոնց եղավ, էլի մենք Արցախը համարում ենք, որ մերն է։ Ու ես հուսով եմ, որ ետ ենք վերադարձնելու Արցախը։ Այսինքն դուք ձեր որդու զոհվելուց հետո հնարավորություն եք ունեցել կանգնել այդտեղից։ Այո։ Ես ինքսել եմ զինվորական, կամքով ուժեղ եմ, եւ բոլոր մարմիններ խորհուրդ կտան, որ իրենք էլ այդ ուժը ունենան, ու պայքար են հանում մյուս երեխաներին։ Ինչ եք զգում առաջին անգամ 10 թվականից հետո գնացիք Արցախ։ Չեմ կարող ասել, թե ինչ է զգում։ Ցավ, շատ է ցավ։ Ցավ է ապրում, շատ մեծ ցավ։ Հարությունյան Անահիտ։ Oh, my God.